Ողջունում եմ բոլորիդ այս նշանակալից իրադարձությանը։ Գորիսում հայ-ֆրանսիական պատվո հյուպատոսության գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը։ Գորիսում պաշտոնապես բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտինիի կարծիքով Գորիսը Հայաստանի այն քաղաքն է, որն ամենաամուր կապերն ունի Ֆրանսիայի հետ։ Նախ շնորհավորում եմ բոլորիս հյուպատոսական գրասենյակի բացման կապակցությամբ եւ ես ուզում եմ որպես մարզպետ ասել այն ինչի ականատես ենք լինում այսօր, այն իրադարձությունների տրամաբանական զարգացումն ու շարունակությունն է։ Կարծում եմ որևէ մեկը չի վիճի, որ ասենք, որ Գորիսը Հայաստանի ամենաֆրանկաֆոն քաղաքն է եւ Գորիս-Վիեն բարեկամական հարաբերությունների հիման վրա մենք հուշագիր կնքեցինք Սյունիքի եւ Օվեն-Ռոնալդ ռեգիոնի միջև եւ այս հարաբերությունների զարգացումը բերեց տրամաբանական այսպիսի մի փուլի։ Շնորհակալություն։ Բարև ձեզ եւ բարի գալուստ բոլորին։ Մեզ հաճախ հարցնում են, թե ինչ է իրենից ներկայացնում հյուպատոսական գրասենյակը։ Սա հյուպատոսություն չէ, ավելին է, հյուպատոսություն չէ, որովհետև այստեղ բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում։ Այն հիմնականում ծառայում է վարչարարությանը եւ նման բաների։ Պատվո հյուպատոսությունը վայր է, որտեղ գալու են տարբեր նպատակներով այստեղ գտնվող ֆրանսիացիները, որոնք այցելում են Հայաստան, գալիս են օգնելու Հայաստանի Հանրապետությանը, գործելու Հայաստանի Հանրապետությունում։ Արդեն 19 տարի այն ֆրանսիացիները, որոնք գալիս են Գորիս, այցելում են Գորիսում ֆրանկոֆոն կենտրոն եւ այդ կենտրոնի ապրեցնող ուժը հենց Կարմեն Ափունցն է։ Կեցե Սյունիքը, կեցե Գորիսը եւ կեցե հայ-ֆրանսիական բարեկամությունը։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը չշրջանցելով հայ-ֆրանսիական հարաբերության սերտացման թեման, ընդգծելով, որ պատվո հյուպատոսության բացումը տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված գործակցության 5-րդ համաժողովի շրջանակում, նաև մատնանշել է, որ սրա տակ անշուշտ նաև աշխարհաքաղաքականությունն է, որովհետև որքան է ժողովրդավարական կանոններով համայնքները օրինակ Ֆրանսիայում անկախ են, այդուհանդերձ այդ անկախությունը մինչև այնտեղ է, որտեղ սկսում է ֆրանսիական աշխարհաքաղաքական ռազմավարությունը, այդպես է գործնականում բոլոր ուժային կենտրոնների պարագայում, սակայն այս առնչությամբ վերլուծաբանը հիշեցրել է, թե ինչպես 2019 թվականին ֆրանսիական դատարանը հանկարծ որոշեց մեկը մյուսի հետևից բավարարել Արցախի համայնքների հետ ֆրանսիական քաղաքների ստորագրած գործակցության փաստաթղթերը անբավեր ճանաչելու հայցերը։ Բադալյանը հավաստիացնում է, ոչ ոք չգիտի, օրինակ տարիներ անց հանկարծ ինչ որոշումներ կկայացվեն Ֆրանսիայում։ Միևնույն ժամանակ նաև պետք է շատ ուշադիր լսել, թե ինչ է ասում Ֆրանսիայի դեսպանը Գորիսում կայացած միջոցառմանը։ Այս կարևոր պահին ձեր բոլորի ներկայությունն այստեղ Գորիսում ապացույցն է այն իրողության, որ Գորիսն ունի ռազմավարական նշանակություն։ Այն մի քաղաք է, որը գտնվում է Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում։ Գորիսը Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը հյուրընկալող առաջին քաղաքն էր։ Սա քաղաք է, որը կառուցում է խաղաղություն տարածաշրջանում, որը միշտ եղել է խաչմերուկում եւ նրա գործունեությունը միտված է եղել խաղաղության կառուցմանը։ Գորիսը կրկին կդառնա խաչմերուկ եւ մեր ներկայությունն այստեղ շատ նշանակալից է։ Փորձագետն առաջարկում է ֆրանսիական գեղեցիկ խոսքերի ներքո կռահել եվրոպական պետության ռազմավարությունը։ Գորիսը եղել է խաչմերուկ, իհարկե, Գորիսով գնում էինք Կապան դեպի հարավ եւ Արցախ դեպի արևելք։ Հիմա Գորիսը փակ ուղի է, որովհետեւ հնարավոր չէ գնալ թե հարավ, թե արևելք, երկու կողմում էլ Ադրբեջանն է։ Գորիս-Կապան ճանապարհի հատվածը փոխանցվել է Ադրբեջանին, այն էլ խիստ անհասկանալի բացատրությամբ, երբ այդ փոխանցման մասին ոչ մի խոսք չկար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Հիմա Ֆրանսիայի դեսպանը կենաց է ասում, երբ խոսում է, որ Գորիսը կրկին կդառնա խաչմերուկ, թե խոսում է այն մասին, որ արևելքից ու հարավից կրկին ճանապարհներ են անցնելու Գորիսով։ Դա կլինի այն դեպքում, երբ բացվի Ադրբեջանի հետ հաղորդակցությունը։ Ներեցեք, բայց այլ տարբերակ, երբ Արցախն ու Գորիս-Կապան ճանապարհը կանցնի մեր վերահսկողության ներքո։ Տեսանելի ապագայում իրատեսական չէ, որքան էլ ցավալի է դա արձանագրել։ Ուրեմն Ֆրանսիայի դեսպանը առարկայորեն ինչ է պատկերացնում Գորիսը կրկին խաչմերուկ դիտարկելով։ Իհարկե, ասելով դեսպանը նկատի ունեմ Ֆրանսիան եւ վերստին Ֆրանսիայի ինչ դիրքորոշման դիմաց է Բաքուն համաներել նախորդ տարի Բաքվի մետրոյի վագոնը ներկելու համար 3 տարի ազատազրկման դատապարտված Ֆրանսիայի քաղաքացուն, ինչի համար էր թերևս Ֆրանսիայի նախագահը Ալբանիայում այդքան ջերմ Իլհամ Ալիևի նկատմամբ։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարևորում է Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը, շեշտում է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Երևանի եւ Փարիզի շահերը համընկնում են, ուստի Հայաստանի համար ձեռնտու է տարածաշրջանի գործընթացներին Ֆրանսիայի մասնակցությունը, արդյոք Սյունիքում Ֆրանսիայի ներկայությունը զսպող դեր կունենա, հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ Բաքվի պահանջը, փորձագետը վստահ է, ոչ միայն զսպող դեր կունենա, այլև Հայաստանի զարգացման առաջընթացի երկրի շահերի պահպանման ու ավելացման ազդեցություն կունենա, իհարկե հաշվի առնելով նաև մեր տարածաշրջանում Ֆրանսիայի շահերը։ Ռուսաստանը նույնպես ուզում է Սյունիքում ներկա լինել, հյուպատոսություն կբացվի, արդյոք տևական ժամանակ է, ինչ Կապան քաղաքում Ռուսաստանի հյուպատոսության բացումը հայ-ռուսական քննարկումների օրակարգում է։ Փորձագետները դեռ չեն տեսնում դրա նախադրյալները։ Կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի իշխանությունները չունեն որոշում, որ ռուսական հյուպատոսություն է բացվելու, բայց ամեն բան կարող է փոխվել, եթե աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված կամ Հայաստանում որոշում կայացնողների մոտ դիրքորոշումների փոփոխություններ լինեն։ Благодарим за то, что вы приняли приглашение. Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։